Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է վարչապետի կայքը։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է սենատոր Դեյնզի այցը Հայաստան, կարևորելով Հայաստան-Միացյալ Նահանգներ բարեկամական հարաբերությունների և գործընկերության ամրապնդումը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։ Սենատոր Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, վերահաստատելով Ամերիկայի Միացյալ Նահանգների պատրաստակամությունը ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, տնտեսական համագործակցության և ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերելի հարցեր։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնզը անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին և տնտեսական ներդրումների հնարավորություններին, հայտնում են Միացյալ Նահանգների դեպարտամենտից։ Սենատորն իր աջակցությունն է հայտնել նախագահ Թրամփի վարչակազմի այն դիրքորոշմանը, ըստ որի տարածաշրջանում կայունության և բարեկեցության հաստատման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր։ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է կրոնական ազատություն, հայկական հոգևոր մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողով։ Համաժողովի ընթացքում վեհափառը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագործություն, բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը, գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց ու ռազմագերիների, իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծ ու դատավարություն միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով, նշել է նա։ Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Անտոնով Ան-74Տ-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։ Սովորաբար դեպի Ադրբեջան ռազմական չվերթերը, այդ թվում զենք առաքող, թռչում են Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Հաշվի առնելով, որ ոչ քաղաքացիական օդանավերի թռիչքը երկրի օդային տարածքով ենթադրում է առանձին թույլտվություն, այդ չվերթի վերաբերյալ տվյալներ են խնդրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ կառավարության 2003 թվականի որոշման օդային երթևեկության կազմակերպման կանոնների մասին համաձայն, եթե միջպետական համաձայնագրով այլ կարգավորումներ չկան, ապա Հայաստանի օդանավակայանների ուղղությամբ օտարերկրյա պետական օդանավերի թռիչքները, այդ օդանավակայաններից դուրս եկող, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարանցիկ թռիչքներ իրականացվում են արտաքին գործերի նախարարության թույլտվության հիման վրա։ Պաշտպանության նախարարության և լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո Սպուտնիկ Արմենիան դիմել է երկրի արտգործնախարարություն, որտեղ հաստատել են տարանցիկ թռիչքի վերաբերյալ հարցման առկայությունը։ 2025 թվականի հունվարի 31-ին եգիպտական կողմը պաշտոնական հայտագրով դիմել է Հայաստանի արտգործնախարարություն մարտի 3-ից 6-ին Եգիպտոս-Ղրղզստան-Եգիպտոս ուղղություններով թռիչք կատարելու ընթացքում Հայաստանի օդային տարածքով տարանցման թույլտվություն ստանալու նպատակով։ Ըստ եգիպտական կողմի տեղեկատվության, թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով, տեղեկացնում են գերատեսչությունից։ Աշխարհում տարեկան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման, 1 միլիոն մարդ էլ մահանում է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետևանքով։ Սրանք առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են։ Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ ԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Միդարթա Սանկար Դատան նշել է, որ ժամանակի հետ փոխվում են մարտահրավերները, ծխախոտ արտադրող ընկերությունները ավելի ակտիվ են աշխատում, թիրախավորում են նոր սերնդին։ Այդ ուղղությամբ պետությունները մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ հասարակության ներգրավմամբ պետք է ակտիվ աշխատանք կատարեն։ Լայն աշխատանք պետք է տարվի իրազեկման ուղղությամբ։ Հատկապես նոր սերունդը պետք է իմանա, որ ծխախոտի օգտագործումը 20 տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Տեսնում ենք, որ այսօր ծխախոտային տարբեր արտադրանքի հսկայական աճ է գրանցվել, աշխարհում 13-ից 15 տարեկան 37 միլիոն երեխա ծխախոտ է օգտագործում, ինչը շատ մտահոգիչ է, ասել է Սիդարթա Սանկար Դատան։ Ներկայացնելով հայաստանյան
ցուցանիշները Հայաստանի առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշել է, որ չափահաս մարդկանց շրջանում ծխողների թիվը 27% է կազմում, ինչն ավելի վաղ ունեցած ցուցանիշներից առանձնապես չի տարբերվում։ Կառավարությունը, պատկան մարմինները տարբեր ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, մինչ այս եղել են հարկային փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել ծխախոտի գնի վրա։ Դրանից բացի, հանրային վայրերում ծխելու արգելքն է ուժի մեջ մտել, վաճառքի կետերում արգելվել է ծխախոտը բաց վիճակում վաճառել։ Թույլ կետը հանրային վայրերում ծխելն է։ Իհարկե դրական փոփոխություններ կան, սակայն դեռ շատ անելիք ունենք այդ ուղղությամբ, ասել է Ալեքսանդր Բազարչյանը։ Դիտարկումների գործում քաղաքացիներին ներգրավելու նպատակով Հայաստանի առողջապահության նախարարությունը գործարկել է նոր գործիքակազմ։ Նախարարության կողմից ստեղծվել է հավելված, որով քաղաքացիները կարող են ոչ միայն նկարել արգելված վայրում ծխելու դեպք եւ ներբեռնել, այլև ծանոթանալ օրենսդրական կարգավորումներին, ծխելու վնասակարության մասին տեղեկություններին եւ այլն, ասել է Մարիամ Մնացականյանը։ Հավելվածի միջոցով ստացված տեղեկությունները հավաքագրվելու է առողջապահության նախարարություն, այնուհետև փոխանցվելու է վերահսկողություն իրականացնող գերատեսչություններին։ Այսօր աշխարհում նշվում է առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Տարվա կարգախոսն է բացահայտենք քողարկված գրավչությունը։ Վեյփինգի թաքնված վտանգները հատկապես դեռահասների համար ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը մեծ տարածում է գտել դեռահասների շրջանում, հատկապես քաղցր մրգային համերի շնորհիվ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։ Այդ համերի հետևում սակայն լուրջ առողջական վտանգ է թաքնված, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից հավելելով, էլեկտրոնային հեղուկներում օգտագործվում են հազարավոր ծանր թունավոր քիմիական նյութեր եւ տաքացման դեպքում դրանք կարող են վերածվել թունավոր միացությունների, որոնք ուղիղ հասնում են թոքերին։ Այսպիսի նյութերից են օրինակ բենզալդեհիդը, ցինամալդեհիդը կամ դիացետիլը, որի ազդեցությամբ է պայմանավորված թոքերի մանր բջիջների ախտահարումը, բրոնխիոլիտը։ Այս քիմիական նյութերը ներշնչելու հետևանքով շրջանցելով մարմնի բնական զտիչները, վայրկյանների ընթացքում հասնում են թոքեր եւ արյան հոսքին, առաջացնելով արագ եւ ուղղակի վնաս։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը որպես հիմնական պատճառ նշել է վիտամին E ացետատը, որը հաճախ հանդիպում է էլեկտրոնային ծխախոտերում։ Վիտամին E-ն անվտանգ է որպես վիտամինային հապ օգտագործելու համար, սակայն յուղային կաթիլների ներշնչումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, չկա ծխախոտային կամ նիկոտին պարունակող որևէ անվտանգ արտադրանք կամ դրանց օգտագործման անվնաս չափաբաժին։ Տարվա ամենամեծ զանգվածային արտանետումն է տեղի ունեցել Արեգակի վրա, սա կարող է շատ ուժեղ մագնիսական փոթորիկներ առաջացնել երկրի վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։ Անցած տարվա ընթացքում երկրագնդի բնակչության մոտ կեսը առնվազն 30 օր ծայրահեղ շոկի ավելացման ժամանակաշրջանների է բախվել։ Բացահայտման մասին հաղորդվել է Նյու Ջերսիում գործող Climate Central գիտնականների անկախ խմբի զեկույցում։ 12 ամսվա ընթացքում 2024 թվականի մայիսից մինչև 2025 թվականի մայիսը 4 միլիարդ մարդ երկրագնդի բնակչության մոտ 49%-ը առնվազն 30 լրացուցիչ օր ծայրահեղ շոկ կզգա, որի դեպքում ջերմաստիճանը կգերազանցի 1991-ից 2020 թվականներին իրենց տարածքում դիտված ջերմաստիճանների 90%-ը մարդածին կլիմայի փոփոխության պատճառով ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ Հետազոտության հեղինակները բացահայտել են 67 ծայրահեղ ջերմային ալիք, որոնց թվում միջերկրածովյան տարածաշրջանում 2024 թվականի հուլիսին, Մեքսիկայում եւ Միացյալ Նահանգներում 2024 թվականի հունիսին, Հարավային Սուդանում 2025 թվականի փետրվարին եւ Կենտրոնական Ասիայում 2025 թվականի մարտին։ Գիտնականների կարծիքով ջերմաստիճանի ցուցանիշների գերազանցման բոլոր դեպքերը գլոբալ տաքացման հետևանք են եղել։ Նշվում է, որ դիտարկվող 232 երկրներից 195-ում չափազանց շոկ օրերի թիվը ներկա կլիմայի փոփոխությունից առաջ եղած մակարդակների համեմատ կրկնապատկվել է։ Եվրոպական կլիմայի փոփոխության գրասենյակի կանխատեսմամբ 2024 թվականը ամենատաք տարին կլինի պատմության մեջ։ Առաջին անգամ համաշխարհային միջին ջերմաստիճանը գերազանցել է նախարարությունաբերական մակարդակից 1.5 աստիճանով ըստ Ցելսիուսի, իսկ ծովի մակերևույթի միջին տարեկան ջերմաստիճանը հասել է ռեկորդային 20 ու 87 աստիճանի ըստ Ցելսիուսի։
Ավստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր տարբերակով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը, հղում անելով Ավստրալիայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին։ Ըստ հեռուստաալիքի խոսքը Clade McB շտամի մասին է, որը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, ով վերադարձել էր Թայլանդում անցկացված արձակուրդից։ Սակայն ինչպես նշել են Ավստրալիայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում, այս դեպքի հետ կապված հետագա փոխանցման ռիսկը և Ավստրալիայում շտամի տարածման սպառնալիքը փոքր է։ Ավստրալիայի գլխավոր սանիտարական բժիշկ Էնթոնի Լոուլերը նշել է, որ երկրում արդեն ձեռնարկվել են հուսալի միջոցներ Mpox-ի տարածման ռիսկը վերացնելու համար։ Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արևադարձային անտառների հարևանությամբ։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, հունիսի 1-ի, 2-ի և 5-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հունիսի 1-ին, 2-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-ից 4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-ից 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 5-ից 6 աստիճանով, հունիսի 3-ից 4-ին նույնքան կնվազի։